Ողջույն։ Երկուական գործընթաց, որ տեղի ունենում այժմ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Ադրբեջանը Պակիստանից պատվիրել է 40 միավոր կործանիչ։ Դա Պակիստանի ռազմական պատմության ամենամեծ գործարքն է 4.6 միլիարդ դոլարանոց։ Կառաջանան հարցեր, չէ, թե ինչու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր վերջնականացրած Ադրբեջանը կործանիչներ գնում մի քանի միլիարդ դոլարի։ Նաև տարվա կեսին արդեն 20 համատեղ զորավարժություն է արել Թուրքիայի հետ։ Տեսնես ում դեմ է։ Մյուսը, Ադրբեջանում պետական մակարդակով քայլեր են արվում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզը իրականացնելու համար։ Այս պահին Ադրբեջանում ամենակարևոր գործընթացները Հայաստանի դեմ են։ Հիմա թվարկեմ եւս երկու գործընթաց, որ այս պահին տեղի ունենում Հայաստանում, ամբողջ օրակարգը փորձում են դրա շուրջ ձևավորել, որոնք երկուսն էլ ցավոք արհեստական են ու էլի մեր դեմ։ Մեկը եկեղեցու վրա իշխանական գրոհն է, մյուսը իմ համոզմամբ այլ նպատակներով մոգոնված իմպիչմենթի թեման։ Իշխանության արածը ստորություն է, բայց իրենց դեպքում տրամաբանական է։ Նախ եկեղեցու դեմ գործողությունները ոչ թե ծրագրել է Նիկոլ Փաշինյանը, այլ իմ կարծիքով հանձնարարված է եւ սրանց բերած աղետների Նիկոլ Ալիև-Էրդողան շփումների տրամաբանության մեջ է։ Փորձ է արվում նախ կազմաքանդել, այնուհետ Նիկոլի իշխանությունը հաստատել եկեղեցու վրա։ Դա արվում է իրենց ոճի մեջ, վարկաբեկելով, պիտակավորելով, արժեքների վրայով անցնելով։ Ուզում է նախ անվանարկել, վարկաբեկել, հոգեբանական գրոհ անել, որ բոլորը բոլորի վրա կասկածեն, այնուհետ կաթողիկոսին հանել դնել իրեն հնազանդ մարդուն կաթողիկոս եւ զավթել եկեղեցին։ Նկատի չունեմ ԿՊԱ-կան դնել կամ ադրբեջանցի դնել, ոչ, բնավ։ Ուղղակի կարող է լինել լավ մշակված, պատրաստված, հարմարեցված կադր, որոնցից վստահ եմ եկեղեցի են թափանցել։ Ինչ է որ, իսկ ով կմտածեր, որ այսքան թրքահպատակ կթափանցեին Հայաստանի պետական մարմիններ, այսքան հարմարվողներ կլինեին կառավարությունում եւ այլն։ Հայտնի է, Ադրբեջանը Ալիևը ուղիղ հրապարակայնորեն պահանջներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին ու սա կատարում է այդ պահանջները, այսպես կոչված իբր հանուն խաղաղության պայմանագրի, ու ամենայն հավանականությամբ նաև եկեղեցու վրա գրոհն է այդ պահանջներից։ Ինչպես որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահանջն էր, հայցերի հետ քաշումը, հետախուզվող ադրբեջանցի դահիճների նկատմամբ հետախուզման չեղարկումը, Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելը, սահմանադրություն փոխելը եւ այլն, այս շղթայում իմ դիտարկմամբ պահանջներից մեկն էլ կաթողիկոսի հեռացումն է, եկեղեցու կերպարի սևացումն ու քանդումը։ Իլհամ Ալիևի այս փոփոխության պահանջը պետք է ոտքի հանի բոլոր հայերին, պետք է կտրականապես մերժեն այս թեմայի Նիկոլի դիսկուրսի քննարկումների դաշտ մտնելը, սրբազանը խախտել է կուսակրոնությունը, թե ոչ, կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ, սրանք ներդրված նարատիվներ են ու ցավոք շատ լուրջ մտածող, անհանգստացող մարդիկ ընկնում են այս թակարդը։ Ցավոք իմ գոլեգաները եւս տրվում են այդ սադրանքին եւ հիմնական հարցազրույցների թեման սարքում դա կաթողիկոսի երեխա ունի թե ոչ, սրբազանը ինչ է արել, ոնց է արել։ Այն էլ այնպես, կարծես դրանք հաստատված ճշմարտություններ են, չնայած որ դրանց մասին խոսում են բանսարկու ու սուտասանները։ Էլի կասեմ, այդ Իլհամ Ալիևն է, Փաշազադեն է, Էրդողանն է, որ Նիկոլի առաջ խնդիր են դրել քանդել ավելի քան 1700-ամյա մեր եկեղեցին ու քննարկել նրանց արտաբերած աղբը բոլորովին հայերից շահերից չէ։ Ինչ անում է Նիկոլը այս պահին, կրկնում եմ, անում է նույն ծրագրի տրամաբանության մեջ։ Հիմա կարող է ուղիղ կապով է անում, կարող է իսրայելցի լրտես Էլի Կոհենի նման ծածկագրերով է անում, հետո կբացահայտի։ Բայց կարծում եմ սխալ է հարցին ընդհանրեն նայել այն տեսանկյունից, որ հոգևորականները քննադատել են Նիկոլին եւ նա ընկել է հետևներից։ Ոչ, նրան ով ասես քննադատել է, նա քանդում է պետականության հիմքը, անում է մի բան, որը անգամ իրեն ձեռնտու չէ, որպես նախընտրական տարվան ընթառաջ դա հաստատ իրեն ձայն չի բերելու, վերցնելու է հաստատ, դա ձեռնտու է միայն թշնամի երկրներին։ Մյուս թեման, որը Հայաստանում արդեն մի քանի ամսվա արհեստական ու կասկածելի օրակարգ եմ համարում,
այսպես կոչված իմպիչմենթի անիմաստ գործընթացն է։ Անկախ նրանից, թե ինչ առոգանությամբ, հաճախականությամբ ու ձևակերպումներով կներկայացնեն, ի սկզբանե տապալված նախաձեռնություն է։ 7 տարվա մեջ մեր երկրում այս ամենը տեսածները կհավատան, որ Նիկոլի թիմը, որը անգամ պատերազմում պարտությունից հետո Նիկոլին իմպիչմենթ չհայտնեց, թիմը, որը Նիկոլին հավասար մեղսակից է Արցախը հանձնելու մեջ, թիմը, որի յուրաքանչյուր անդամ գիտի բանտի մատերիալը, պետք է քվեարկեն Նիկոլի եւ ուրեմն իրենց տապալման օգտին, կներեք, բայց հենց սկզբից էլ նախաձեռնողների հաշվարկը խելամտության, տրամաբանության հետ խնդիր ուներ։ Բայց իրենք, որ չեն կարողանում անգամ անկախ 4 падգամավորից երկուսի ստորագրությունը վերցնել, որոնցից մեկը իրենց նախկին թիմակից իմպիչմենթի հարցը ներկայացնում են որպես կատարված գործ։ Ասում են, եթե չստացվի, մեկ է, բան չենք կորցնում։ Ու ցավալի է, որ այս հարցում էլ նրանց ջրերը ընկնում են, կուտ ու ուտում են բավականին խելացի, հարգելի սրտացավ մարդիկ։ Ոնց ուզում եք նայեք, որքան ուզում եք սրտացավ եղեք, որքան շատ էլ ուզենաք, բոլորս ուզենանք, իմպիչմենթ կոչվածը այնպես, ինչպես մտածվել է, ավանտյուրա է ու այս պահին անհնար է։ Ոչ թե լուրջ գաղափար է լուրջ մարդկանցից, այլ մարդիկ, որոնք զբաղված են սրան-նրան վարկաբեկելով, ծաղրելով, իրենց մի քիչ տեղապահովելու քաղաքական արևի տակ։ Այլ հաշվարկով նրանք ծրագիր են ներկայացրել։ Վերջերս երկրորդ նախագահն էլ ասաց, որ դա ավանտյուրա է, ասաց, չգիտի նպատակը որն է, գիտի, որ այլ նպատակ է։ Վստահ եմ գիտի, որ այս արհեստական թեման, որը կոչել են իմպիչմենթ, ուղղված է վստահաբար երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի եւ անձամբ իր դեմ։ Արդեն շատերն են այն կարծիքին, որ իմպիչմենթի նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից, այլ Ռոբերտ Քոչարյանին հեռացնելը ակտիվ քաղաքական դաշտից։ Հիմա փորձեմ մանրամասնել, թե այլ նպատակ ասելով ինչ նկատի ունեմ, ինչու եմ փորձում չեզոքացնել երկրորդ նախագահին։ Այսօր Հայաստանի դիրքերը բավականին թույլ են, թե ներքին դիմադրողականությունը, կազմակերպվածությունը, առաջընթացը, թե դրսում չկա գործընկեր, որը լուրջ կընդունի, պարզապես չկա։ Հայաստանի ու Արևմուտքի հարաբերություններում, եթե սրանց հետաքրքրությունը Եվրամիություն մտնելն էր, նրանցը Ռուսաստանի դեմ ճակատ բացելը։ Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրություններով ընդհանրապես այդ երկիրը կորցրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ավելի շատ Ադրբեջանի հետ բիզնես շահ ունեն, քան Հայաստանի հետ գործընկերություն։ Չինաստանի հետ հարաբերությունները այն աստիճանի անհետաքրքիր են չինական կողմի համար, որ մի տարի դեսպան չուներ մեր երկրում։ Եթե անգամ հիմա Փաշինյանը քայլ անի դեպի Ռուսաստանի հետ գործակցության վերադառնալու, իր իշխանության նկատմամբ կա մեծ ու չվերականգնվող անվստահություն։ Իրանը Հայաստանին դիտում է ոչ թե որպես գործընկեր, այլ հարևան պետություն, որը գլխացավանք է եւ որին ստիպված է պաշտպանել։ Ուշադրություն դարձրեք, Թուրքիան որերորդ անգամ ասում է Զանգեզուրի միջանցքի հետ կապված Հայաստանի կարծիքը հեչ, Իրանի հետ պետք է աշխատել, Իրանն է դեմ։ Այնուամենայնիվ իրավիճակը անելանելի չէ։ Թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը հասկանում են, որ Հայաստանի այս ահավոր իրավիճակից ելքը ուժեղ, հզոր գործընկերոջ հետ հարաբերությունների խորացումն է եւ այս գործընթացը հետ պտտելը։ Շարունակեմ տրամաբանել։ Այդ ուժեղ գործընկերը ոչ Ամերիկան է, ոչ Եվրոպան, ոչ էլ լուսնից է իջնելու։ Որքան էլ որոշները կամ շատերս գուցե հույսեր ունենանք, ցանկանանք, երազենք, դա պարզագույն խաբեություն է։ Մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող եւ կարողություն ունեցող, իր խոսքը առաջ տանելու հնարավորություն ունեցող երկիրը Ռուսաստանն է։ Կարող եք այս փաստը հիմա ընդունել, կարող եք ընդունել շատ ավելի ուշ, բայց իրականությունը դա է։ Այս տարածաշրջանում պատմականորեն խոշոր հարցերը կարգավորվել են Ռուսաստանի ազդեցությամբ, իսկ Ռուսաստանի այլընտրանքը դարձյալ պատմականորեն եղել են թուրքերը, որոնք ոչ թե կարգավորել են, այլ բնաջնջել։ Եվ ուրեմն իրավիճակից փրկվելու մեկ հնարավորություն կա՝ ուժեղ գործընկեր։ Այո, պետք է Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ հարաբերությունները վերականգնել, բայց կողքդ չեղավ ուժեղ գործընկեր, ազդեցիկ դաշնակից, քեզ այդ երկու երկրները կուտեն առաջինը։
Սա շատ լավ հասկանում են թուրքերն ու ադրբեջանցիները ու ամեն ինչ անում են, որ այդ գործընկերությունը Ռուսաստանի հետ չունենաս։ Նրանց գործիքը Նիկոլն է, որի գործողությունները ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է։ Ու նրանք ամեն ինչ անում են, Նիկոլին օգնում են, որ նրա թիվ 1 քաղաքական հակառակորդը Հայաստանում չգա իշխանության, որովհետև հենց նա համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ունակ։ Ուզեն թե չուզեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնող համար 1 գործիչ դիտվում է Ռոբերտ Քոչարյանը։ Այո, կլինեն այլ գործընկերներ ևս, ովքեր անկեղծորեն այդ ուղղությամբ կաշխատեն, բայց խոսում եմ կենտրոնում կանգնած 1 մարդու մասին։ Ու հիմա թե երկրի ներսում իշխանությունն ու չակերտավոր ընդդիմադիրները, թե այս իշխանության դրսի հենարանը ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Հետևաբար ամեն բան, եթե ի վնաս է արվում Քոչարյանին, ծառայում է հենց այդ օրակարգին եւ որպես արդյունք Հայաստանի թրքացման ծրագրին։ Ուղիղ եմ ասում, որովհետև շուտվանից արդեն այս մտքեր ինձ հանգիստ չեն տալիս։ Ոնց ֆռացնում ես, իրականությունը դա է։ Մնացյալը ինքնախաբեություն է ու փորձ ցանկալին որպես իրողություն ներկայացնել։ Իսկ ինչպես են փորձում վարկաբեկել կամ ազդել երկրորդ նախագահի վարկանիշի վրա։ Անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած ուժը որքանով են պատրաստական ու համաձայն միանալ իմպիչմենթի այդ գործընթացին, չնայած որ անհնար է թվում այն, ըստ երևացող կողմի ու ըստ վերլուծության, անընդհատ հայտարարում են, թե Հայաստան խմբակցությունը դեմ է, որովհետև Քոչարյանը թույլ չի տալիս։ Այնինչ հենց սկզբից խմբակցությունը հստակ ասել է միանալու մասին եւ վերահաստատել։ Բայց դա չի խանգարում այդ մարդկանց, որ փորձեն կարծիք ձևավորել, թե Նիկոլին հեռացնելը եղած գործ է, երկրորդ նախագահը դեմ է։ Իհարկե նշեցի, փորձում են վարկաբեկել, ոչ թե վարկաբեկում են, որովհետև չեն պատկերացնում խելացի մարդու, որ կարող է լուրջ ընդունել այս անհեռանկար գործընթացը։ Կարճ ասած, այս պահին իրական շանս կա, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո շատ արագ վերականգնի եւ երկիրը ոտքի կանգնեցնի թե ռազմական, թե անվտանգային, թե տնտեսական եւ այլ առումներով։ Չեմ կարծում, թե իմպիչմենթի հեղինակներն ուզում են ձախողել Հայաստանի այս հեռանկարը։ Նրանք պարզապես ուզում են իրենց առաջարկել հարաբերությունները կարգավորողի եւ երկիրը այս վիճակից հանելու դերում։ Էլի կարելի էր փորձեր անել, բայց այդպիսի մի փորձ արվեց դեռ 2018-ին, մինչ այսօր քանդում ու թունավորում են։ 7 տարի տեսնում ենք, թե ձեր մտածած փորձերը ինչ փորձանք են դառնում մեր գլխին։ Այնպես որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում այժմյան գործընթացները մեր պետության ու ժողովրդի դեմ են։ Ուղղակի Բաքվում իրական գործընթացներ են Հայաստանի դեմ, Երևանում արհեստական ու անհեռանկար, ու կարևորը թիրախը հեչել հանցավոր իշխանությունը չէ։ Զարմանում եմ, մարդիկ կան, որ սրանք չեն հասկանում։